որը սարսափելի տարածված է այսօր, ներքաշվածությունն է կախարդության կամ օկուլտիզմի մեջ։ Ես հավատում եմ, որ բախտագուշակությունը, աստղագուշակությունը կամ էլ անթիվ անհամար սնհավատության միջոցները և սատանայական աղանդները այսօր թափանցել են մեր ժամանակակից մշակույթի մեջ։ Դրանք հսկայական խոչընդոտներ են բժշկության համար։ Հռութի հետ միասին բազմիցս գործ ենք ունեցել նման դեպքերի հետ։ Մարդիկ գալիս են բժշկության համար, սակայն կախարդության մի մութ շղարշ կա նրանց կյանքի վրա, որը կանգնում է նրանց և բժշկության միջև։ Dark shadow of the occult still over their lives, and it comes between them and the healing they seek. There are many forms of the occult. Կախարդությունն ու օկուլտիզմը բազմատեսակ են։ Ժամանակակից շատ երաժշտություններ սատանայական են, օրինակ ծանր ռոքը, դրանք դիվային զորություն ունեն իրենց մեջ։ Եվ եթե մենք երբևէ ներքաշված ենք եղել դրանց մեջ, ապա կարիք ունենք ազատագրվելու։ Թմրանյութերը։ Ես չեմ կարող բավարար ժամանակ հատկացնել դրանք թվարկելու համար, ուղղակի պատրաստվում եմ վստահել Սուրբ Հոգուն, որ նա ցույց տա ձեզ, սակայն թույլ տվեք մի պատմություն պատմել։ Հռութի հետ միասին մի անգամ ծառայում ենք հիվանդներին, և 18 տարեկան մի աղջիկ մոտեցավ աղոթքի համար։ Երբ նայեցինք նրա աչքերին, մի ապակե հայացք տեսանք, որը գրեթե միշտ կախարդության մեջ ներգրավվածության նշան է։ Մինչ նրա համար աղոթելը փորձեցինք օգնել նրան, և ես ասացի. «Դուք երբևէ ներգրաված եղել եք կախարդության մեջ»։ Նա ասաց. «Ոչ, ինձ թվաց նա անկեղծ էր»։ Սակայն ցանկանում էի զննել։ Ասացի. «Դուք երբևէ չեք եղել բաղդագուշակի մոտ և ոգեկանչությամբ երբեք չեք զբաղվել»։ Ոչ, դրանցից և ոչ մեկը։ Երբևէ աստղագուշակ չեք կարդացել։ Ոչ։ Սակայն խոչընդոտը դեռ առկա էր։ Այնուհետև Աստված Հռութին գիտության խոսք տվեց, և նա ասաց. «Ռոք երաժշտություն»։ Եվ աղջիկն առանց աղոթքի մեջքի վրա ընկավ։ Տեսնում եք, սա էր խոչընդոտը։ Այդ բանից հետո նա բժշկվեց։ Այժմ հաջորդ քայլը մենք պատրաստվում ենք հրաժարվել կախարդության, օկուլտիզմի հետ ունեցած ամեն մի կապից։ Մինչ այդ թույլ տվեք ձեզ համար կարդալ Ելից 23-րդ գլխից։ Ելից 23-րդ գլուխ։ 24 խոսքից։ Սրանք Մովսեսի հորդորներն էին Իսրայելի զավակներին մինչ Քանան մտնելն այն մասին, թե նրանք ինչպիսի վերաբերմունք պետք է ունենային այնտեղի բնակիչների մեջ եղած պաշտամունքի և կրոնի հանդեպ։ Եվ Մովսեսը զգուշացրեց նրանց, որ նրանք մաս ու բաժին չպետք է ունենային սատանայական այդ արարողությունների մեջ։ Այսպիսով 24-րդ խոսքում նա ասում է. «Նրանց աստվածներին երկրպագություն կամ ծառայություն չանես, և նրանց արածի պես չանես, այլ բոլորովին կործանես նրանց և նրանց կուռքերը բոլորովին կոտրատես»։ Այլ խոսքով, որևէ առնչություն նման պաշտամունքի առարկաների հետ չպետք է լիներ։ Եվ այս խոսքի հիման վրա Մովսեսը նրանց տալիս է հրաշալի խոստումները. «Եվ ձեր Եհովա Աստծուն պաշտեք, և նա կօրհնի քո հացը և քո ջուրը, և ես քո միջից հիվանդությունը կդարձնեմ։ Քո երկրի մեջ վիժող և ամուլ չի լինի, և քո օրերի թիվը պիտի լցնեմ»։ Ինչպիսի հրաշալի խոստումներ։ Ոչ չքավորություն, ոչ վիժում, ոչ կանացի որևէ խնդիր, ոչ հիվանդություն, այլ երաշխավորված կյանք։ Ով չէր ցանկանա սա, սակայն։ Եղբայրներ և քույրեր, մի առանձնացրեք այս խոստումն իր համատեքստից։ Այն վերաբերում է միայն նրանց, ովքեր իրենց կյանքից ամբողջապես մերժում են կախարդության ցանկացած տեսակը։ Թույլ տվեք մի շատ պարզ օրինակ ցույց տալ։ Տարիներ առաջ մասնակցում էի մի տիպիկ խարիզմատ տնային աղոթաժողովի։ Կողքից մի երիտասարդ էր նստած, որը ինչպես հետագայում պարզվեց կաթոլիկ էր։
Եվ ուղղակի խոսում էի նրա հետ եւ ասացի. Talking to him, I said, "Are you Դուք baptized մկրտված in եք the Սուրբ Holy Spirit?" Հոգով։ And he said, "Yes." Եվ նա ասաց. Այո, բայց Now, when anybody այժմ երբ որևէ մեկն այդ հարցին այո բայցով է պատասխանում, գիտեք թե այդ բայցը ինչ է նշանակում, բայց ես չեմ խոսում լեզուներով։ So I said, another Եվ ես ասացի եւս մեկ անկնճիտ փիղ։ I didn't discuss this with him. Ես նրա հետ դա չքննարկեցի եւ ոչ էլ պլանավորեցի, պարզապես հարցրի. Did you ever go Դուք to a երբևէ Բախտագուշակի մոտ գնացել եք։ Oh, he said, Նա ասաց. «Օ, երբ ես 15 տարեկան տղա էի, մի անգամ գնացել եմ, բայց ոչ լրջությամբ, այլ որպես կատակ։ Ոչ էլ հավատացել եմ դրան»։ Ես ասացի. «Բայց դուք գնացել եք»։ Նա ասաց. «Այո»։ Ես ասացի. «Չէիք ցանկանա ընդունել այն Աստծո առաջ որպես մեղք եւ խնդրել, որ նա ների ձեզ եւ ազատի ձեզ դրա հետևանքներից»։ Well, I don't think Չեմ կարծում, որ նա տպավորված էր իմ փաստարկներով, սակայն քիչ թե շատ ինձանից ազատվելու համար նա ասաց. «Այո»։ so. I led him in a little. Ես նրան մի պարզ աղոթքի մեջ առաջնորդեցի. Տեր, ես խոստովանում եմ, որ Բախտագուշակի եմ դիմել, ես չպետք է անեի դա, գիտակցում եմ, որ դա մեղք էր, խնդրում եմ, որ ներես ինձ եւ ազատես ինձ դրա հետևանքներից Հիսուսի անունով։ Then I put my hand on Այնուհետև ես իմ ձեռքը դրեցի նրա վրա եւ աղոթեցի նրա համար, եւ նա սկսեց վարժ խոսել լեզուներով։ Տեսնում եք, դա անտեսանելի խոչընդոտն էր։ Այն ոչ միայն խոչընդոտում է Սուրբ Հոգու պարգևներին, այլ նաեւ բժշկություն ընդունելուն։ Այսպիսով, եթե այսօր դուք չհամագործակցեք, ես ոչինչ չեմ կարող անել ձեր կամքին հակառակ։ Անգամ Աստված ոչինչ չի կարող անել, եթե դուք դա չեք ցանկանում։ we will remember. Եթե համագործակցեք, մենք կհրաժարվենք կախարդության բոլոր մասնակցություններից, բարի։ Are you ready? Պատրաստ եք։ Now, Ես ենթադրում եմ, որ այն վերաբերում է այս լսարանի 50%-ին։ in this auditorium. Սա իմ ենթադրությունն է, գուցե սխալվում եմ, սակայն սա այսօր չափազանց նուրբ հարց է։ This is so subtle today. Այնքան շատ տարբեր ճանապարհներ կան։ Դուք կարող եք հուշանվերի խանութից անգամ մի փոքրիկ կուրք ձեռք բերել եւ որպես փոքրիկ նախշազարդ այն կրել ձեր վրա կամ ձեր տանը։ Tell you one other story, 'cause Մտածում եմ մի պատմություն էլ պատմել ձեզ, որովհետև չեմ կարծում, որ ամբողջությամբ պատկերացնում եք այս խնդրի լրջությունը։ Տարիներ առաջ Միացյալ Նահանգներում մի կին դատավորի էի ծառայում։ Նա Վիրջինիա նահանգի գերագույն դատարանի անդամ էր։ Նա 10 տարի աղիքային խնդիր ուներ։ some kind Նրան վիրահատել էին, բայց ցավերը երբեք չէին դադարել։ years Ես ծառայում էի մեթոդիստական եկեղեցում։ she was never free from pain. Մարդկանց նստեցնում էի աթոռի վրա եւ աղոթում նրանց համար, ինչպես երբեմն անում եմ։ Church, Նա կանգնած էր այնտեղ եւ Աստծո զորությունը եկավ նրա վրա։ as I sometimes do. Ես նրան ասացի. She was standing there, and God's power was coming on them. And I said to her, Ես նրան ասացի. Պատրաստ եք։ she said, no. Նա I ասեց. don't think Ոչ, չեմ կարծում։ so. I said, well, Ասացի. Լավ, երբ պատրաստ լինեք, ինձ տեղյակ պահեք։ Մոտ 10 րոպե անց նա ասաց. Կարծում եմ պատրաստ եմ։ Նրա ոտքերից մեկը կարճ էր։ one leg was short. Ես նրան նստեցրի աթոռին, բռնեցի ոտքերից եւ նրա կարճ ոտքը սկսեց աճել եւ Աստծո զորությունը գրավեց նրան։ She told me this Ես նկատի ունեմ, որ նա 45 րոպե կտրվեց այս աշխարհից։ for the first time in Իսկ երբ ուշքի եկավ 10 տարվա մեջ առաջին անգամ ցավը լքել էր նրան։ Նա ավելի ուշ հայտնաբերեց այդ։ when they Նրա աղիքները վիրահատելիս մետաղական ամրակներ էին տեղադրել վիրահատվող մասում, եւ երբ Աստված հպվել էր նրան, այդ ամենը հեռացել էր եւ հետագայում դրանից անգամ որևէ հետ չէր մնացել։ was no further evidence of clips. Well, after that, Սակայն դրանից հետո նրա ընկերուին ինչ որ մրցույթում դեպի Մեքսիկա ճանապարհորդության 2 տոմս է շահում։ so they Եվ նրանք որոշում են միասին մեկնել հանգստանալու այնտեղ։ came back Եվ վերադառնալուց հետո շատ չանցած դեպք է տեղի ունենում։ Նրա ընկերուհին ուսահատված հեռաձայնում է մեզ եւ տեղեկացնում այն մասին, որ իր ընկերուին ինքնասպանության փորձ է կատարել եւ որ նա մեր օգնության կարիքն ունի։ Մենք շատ արագ հանդիպեցինք նրանց հետ։ Եվ ես փորձեցի զրուցել նրա հետ, բայց ապարդյուն։ I said, you've been Հարցրի, դուք Մեքսիկայում եք եղել։ Նրանք ասացին այո։ I said, did Ասացի, you դուք bring որևէ any հուշանվեր բերել եք այնտեղից։ And this lady Եվ said, այդ կինն yes, I ասաց, brought այո, ես մի շրջանաձև պատկեր եմ բերել։ circular image. Said, what was Հարցրի, the ինչ image of? պատկեր է դա։ The sun god.
արևի Աստծո։ I said, that's your problem. Ասացի, ահա թե You're under որտեղ է ձեր խնդիրը, դուք անեծքի տակ եք, որովհետև դուք անիծված բան եք բերել ձեր տուն։ the Bible says Աստվածաշունչն ասում է, որ եթե որևէ անիծված բան բերեք ձեր տուն, դուք անիծված եք այդ առարկայի պես։ Նա գործնական կին էր, վեր կացավ, գնաց ներքնահարկ, կտոր արեց այն եւ նետեց աղբարկը եւ այդտեղ ամեն ինչ վերջացավ։ Նա այլևս որևէ խնդիր չունեցավ։ that's how Սակայն դա նրա համար մի կյանք արժեցավ։ Ահա թե որքան իրական է այն, այսպիսով Աստված ատում է կռապաշտությունը։ Ես կարծում եմ, մենք իրականում չենք հասկանում, թե Աստված որքան է ատում կռապաշտությունը։ so we're going to give you an opportunity. Այսպիսով մենք պատրաստվում ենք ձեզ հնարավորություն տալ, եթե երբևէ ներգրավված եք եղել կախարդության կամ օկուլտիզմի մեջ եւ դեռևս չեք լուծել դրա հարցերը, իհարկե եթե լուծել եք, ապա ազատ եք, ճիշտ է, սակայն եթե դուք երբևէ չեք լուծել այն, մենք պատրաստվում ենք ձեզ հնարավորություն տալ հիմա անելու այն։ Մենք կխնդրենք, որ Սուրբ Հոգին մի պահ հանգրվանի մեզ վրա եւ խոսի մեզ հետ։ He's got a very Նա շատ հիանալի հիշողություն ունի եւ կարող է ձեզ 20 տարի ետ տանել դեպի այն դեպքերը, որ տեղի են ունեցել ձեզ հետ։ all right. Now I'm going to help you. Բարի, այժմ պատրաստվում եմ օգնել ձեզ, ես կառաջնորդեմ ձեզ աղոթքի մեջ, սակայն այն պետք է լինի ձեր սեփական ճանաչողության հիմքերով։ I want you to say Եվ խնդրում եմ այսպես աղոթել. Տեր, եթե ես երբևէ ներգրաված եմ եղել օկուլտիզմի մեջ, even ignorantly, անգամ իմիջայլոց, whatever it was, ինչպես էլ դա լինի, I confess it as a sin ես այն խոստովանում եմ որպես մեղք and I renounce it. եւ հրաժարվում դրանից։ I ask you to forgive me Խնդրում եմ ների ինձ and I commit myself now. եւ ես խոստանում եմ, որ այլևս երբեք չեմ ներքաշվի նման գործերի մեջ։ Forgive me, Lord, Ների ինձ Տեր and release me եւ from ազատիր ինձ դրանց բոլոր ներգործություններից։ Հենց հիմա in the name of Հիսուսի անունով։ Amen. Ամեն։ All right. Բարի